Երևանում կուտակվող սմոգը և քաղաքացիների սկսված բողոքները ստիպեցին Փաշինյանին հայտնել, որ օդի աղտոտվածության հարցով ստեղծվում են երկու աշխատանքային խմբեր։ Սա ծիծաղելի է, եթե սմոգի հարցը հին է և եկել է նախկիններից, ինչպես պնդում է իշխանությունը, ապա նման հանձնաժողովներ պետք է ստեղծվեին վաղուց։ Իսկ եթե խնդիրն իսկապես սրվել է վերջին տարիներին, ապա հանձնաժողով պետք չէ։ Խնայեք ժամանակը և մեր փողերը։ Ես կասեմ ձեզ ինչ է պետք անել։ Առաջինը՝ անմիջապես դադարեցնել բարձրահարկ շինարարությունը Երևանում։ Երկրորդը՝ հարկային արտոնություններով խրախուսել կառուցապատումը և զարգացումը Հայաստանի շրջաններում և մարզերում, աշխատատեղեր և կենսամակարդակը հավասարապես բաշխելով երկրի ողջ տարածքում։ Երրորդը՝ նոր տարանցիկ օդանավակայան կառուցել ոչ թե Երևանում, այլ Գյումրիում, այսպիսով զարգացնելով մեր երկրորդ քաղաքը։ Չորրորդը՝ 5 տարվա ընթացքում կառուցել վերգետնյա մետրոյի կայաններ Հրազդանի կիրճում, Դավթաշենի, Կիևյան և Հաղթանակի կամուրջների միջև, կապելով օղակաձև դարձնելով մեր մետրոն։ Վեցերորդը՝ հավաքել բնակչությունից հին ավտոմեքենաներ և փոխարինել արտոնյալ վարկով էլեկտրական մեքենաներով և ողջ հասարակական տրանսպորտը դարձնել էլեկտրական։ Աշխատանքային խմբերի փոխարեն պետք է խմբային աշխատանք։